Ես հատուկ շեշտել եմ, հարգելի գործընկերներ, որ մենք ունենք ձյուն, դեռ դեկտեմբերի վերջին եմ խոսել դրա մասին, եւ պետք է աշխատենք 24/7 ռեժիմով, ինչպես աշխատել է ԵԱՍՄ հիմնարկը։ Սա 2 եւ 3, հարգելի գործընկերներ, դուք ունեք մոտավորապես հանրագումարով 300 աշխատակիցներ, ովքեր որ պետք է զբաղված լինեն տարատեսակ վարչական խախտումներ արձանագրելով, եւ այդ արձանագրությունների թվերը, երբ որ ես հանում եմ, ձեր 300 աշխատակիցների, համեմատում եմ օրինակ նույն հասարակական կարգի կամ քաղաքաշինության եւ հողի վերահսկողության աշխատակիցների քանակը, այսինքն մարդ վարչական իրավախախտման արձանագրություն խայտառակ թվեր են դուրս գալիս, ուղղակի խայտառակ թվեր են դուրս գալիս, եւ ես հասկանում եմ, որ այդտեղ ունենք լուրջ փոփոխությունների կարիք, որը շուտով կքննարկենք անպայմանորեն, այսինքն մոտավորապես, չգիտեմ ինչ ասեմ, տենց անհամադրելի քանակ է, էլի, այսինքն մեկ հասարակական կարգի պահպանության աշխատակիցը միջինացված, ասենք անգամներով, տասնյակ անգամներով ավել վարչական իրավախախտումը արձանագրում, քան մեր վարչական շրջանի համապատասխան նույն աշխատակիցը։ Լավամարդ դուրս գալը լավ բան չի։ Այդ վարչական տուգանքները հենց այնպես չեն գրվում։ Այդ վարչական տուգանքը նրա համար է, որ այդ խանութի տերը իմանա, որ դա իր պատասխանատվությունն է։ Այդ վարչական տուգանքը դրա համար է։ Որովհետև ինքը պարտավոր չի այս գործակարգ հավարականը լսել, բայց ինքը պարտավոր է ավականու որոշումը կատարել։